Եվ ես որպես ՀՀ քաղաքացի ասեմ ավելին, պահանջում եմ, որ այսուհետ անձամբ իմ անունից ես որևիցե իշխանության իրավունք չեմ տալիս հայտարարություն անելու։ Եթե նրանք ստահակ են, եթե նրանք ծախված են, եթե նրանք չունեն սրբություն, չգիտեն ինչ բանա մեծին հարգել, փոքրին հարգել, ցավին ցավակից լինել, կիսել, հերոսին հարգել, ուրեն իրավունք չունեն, իմ անունից ես ՀՀ քաղաքացի եմ։ Ավելին, եթե իրանք դրսերում կայֆավատ լինելով ապրել են, ես իմ երկրից մի քայլ ենկոմ չեմ գնացել։ Մի քայլ ենկոմ չեմ գնացել։ Գիտակցաբար երեխեք են բերել, որպեսզի որպես կին, որպես մայր պատասխանս թշնամուն տան, որ հայի ընտանիքը աճելու է, հայի տունը լիքն է լինելու։ Երբեք հայը չի ծնկելու, իսկ այսօր ամբողջ աշխարհով հայ թասիբով հայերը գլխահակ են, որտեվ ունենք ստոր ողորմելի ոչնչություն, ուխտադուրժ ուրացող իշխանություններ, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում։ Այսօր ունենք անհետ կորած հայ սուրբ, հոգևորական, զոհված հոգևորականներ, ունենք գերիներ Բաքվի բանտերում, ունենք սրբազան հայրեր մեր բանտերում, որոնց տերորիստ են ասում, առանց գետինը մտնելու եկեղեցի են պառակտում, եկեղեցին են ուզում գլխատեն, որպեսզի մեզ լրիվ անտեր թողնեն։ Այսօր Սփյուռքը Արցախն էր խանգարում, Արցախը հանձնեց բրծավ, Սփյուռքն է խանգարում, Սփյուռքից էլ է հրաժարվում, որ մեզ լրիվ անտեր թողնի, որ ոտ ձեր կտրի ու անտեր մնանք, առանց ոտ ու ձերքի մեկում ենք պետք։ Եթե մի ժամանակ մենք լոզունգ ունենք Արցախ, Հայաստան, Սփյուռք, միասնականություն, ի գլխավորություն եկեղեցի, իրանք գիտակցաբար Արցախն էլ հեռացրեցին, Սփյուռքն էլ են հեռացնում, եկեղեցին էլ են մասնատում, պառակտում բերում, որպեսզի եւ նպատակը մեկն է Հայաստանը հանձնել սկուտեղի վրա թշնամուն։ Տեսեք, ժողովուրդ, պետք չի քաղաքագետ լինենք, պետք չի ռազմագետ լինենք, որպեսզի հասկանանք այս քաղաքականությունը դպրոց սարքելով, դպրոցում համար է սարքում, Արցախն էլ սարքեցին, տարար նվեր տվեցի Թուրքին, այսօր դպրոց է սարքում, ասֆալտ է սանում, բերում ես մարդու աշկ ես կողում եւ դպրոցում ոչ մի կրթություն չկա, կրթակը որտեղ է ցեցը տված չարորակ քարսկեղը մտավ, այնտեղ լրիվ հարամեց, կրթություն չունենք, կրթահամակարգ չունենք, որտեղ է մտել, մարդու կնգածոցից սկսած սաղ տեղերը քանդեց։ Մարդու կնգածոցից մտավ քանդելով գնում է բոլոր տեղերն ավիրում, որտեղ է նորմալ թողել, որտեղ է թողել, իր արհամարանք ասեմ, ասել եմ ու ասելու եմ, Հայաստանը 34 տարի նմանամեծ որբանոցի, հատկապես 15 թվի ջարդերից հետո եթե կարդաք, ականատեսերը թե ինչպես են իրանց հետ վարվել որբանոցներում, մանկատուն չէ։ Որբանոցների, որտեղ երեխեք գլուխները խուզում են, որ չոչլոտեն, մի փոքր լափաման շպրտում են, որ մահ չլինի իրանց վրա ու ոնց ուզում վարվում են։